Պարոն Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյանը վերջերս հանդիպում ունեցավ ուսանողների եւ դասախոսների հետ եւ հանդես եկավ մի շարք ուշագրավ հայտարարություններով, որոնք վերաբերում են բանակին եւ անվտանգային համակարգին։ Նախ Քոչարյանը նշեց, որ տարիներ շարունակ կառուցված անվտանգային համակարգը իշխող ուժը գալով քանդել է եւ նաեւ որ 2021 թվականից հետո ոչ մի լուրջ աշխատանք բանակում չի տեսնում։ Հայաստան Հանրապետության բանակի սպայական կազմը պատրաստվում էր հիմնականում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ ավիացիոն ինստիտուտ էլ ունեինք, երբ որ 21 թվականին այցելեցինք այդ ինստիտուտները, 2021 թվականին, ուղղակի աղետալի վիճակ էր։ Պարզվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, դրան նախորդող տարիների ընթացքում գրեթե ընդունելությունները շատ կիսատ-պռատ, ընդունելություն չէր եղել։ Բացի այդ ակադեմիայում, այդ ինստիտուտում շատ վատ դեպքեր էին եղել, եւ մի քանի անգամ եմ ասել, այդ ռազմական ինստիտուտը շատ նման էր զորամասի եւ ինչ որ ուղիչ աշխատանքային հիմնարկի արանքում ինչ որ մի հաստատություն։ Չկար ֆիզկուլտուրայի ամբիոն, լսարանները աղետալի վիճակում, նույնիսկ գրատախտակներ չկային։ Այս ամեն ինչը փաստագրված կա։ 21 թվականին, երբ որ այնտեղ նշանակվեց ներկայիս գլխավոր շտաբի տեղակալ Երոյան Արթուրը եւ մեծածավալ աշխատանքներ սկսեցին այնտեղ, կներեք 22 թվականին։ Մի տարի ու կես հետո ռազմական ակադեմիան դարձավ աշխարհի լավագույն ռազմական ակադեմիաներից մեկը, մտավ այդ 19 ակադեմիաների ցանկում, որտեղ մտնում են Ամերիկայի West Point, Ֆրանսիայի Saint-Cyr, Իտալիայի Մոդենան, Թուրքիայի, այսինքն լավագույն ակադեմիաների ցանկում մտավ։ Պարոն Խաչատրյան, ներողություն եմ խնդրում, եթե կտրվենք ակադեմիայից եւ Ես հերթով թվարկում եմ։ Կտոր։ Մենք չենք կարող ունենալ եւ չէինք էլ կարող ունենալ բանակ, մարտունակ, եթե չունենք բազային կրթության բարձր որակավորում ունեցող սպա։ Եթե մեր ռազմական ակադեմիան, այդ ինստիտուտը բարձր որակավորում արդեն չէր պատրաստում վերջի տարիներին, ապա մենք հույսներս ինչի վրա ենք դրել։ Ինչ զենքեր ունենայինք, ինչ էլ ունենայինք, դատապարտված էինք վատ վախճանի։ Հիմա ռազմական ակադեմիան, կրկնում եմ, արտասահմանից Ֆրանսիայից կուրսանտներ ունենք, որ գալիս են այստեղ են ուսուցանում, մենոնք են գնում այնտեղ եւ այլ, դառել է աշխարհի մասշտաբով լավագույն ակադեմիաների ցանկի մեջ։ Եվ դա կարող է գնալ եւ համոզվել։ Հաջորդ անդրադառնանք կադրերից անդրադառնանք ամրաշինական կառույցների, պաշտպանական շրջանների։ Անընդհատ խոսվել է եւ այն ժամանակ եւ հիմա, որ զինվորը խրամատի մեջ է, որ ժողովրդի լեզվով կանսերվի բանկերն են մենակ հսկում այդ սահմանները եւ այլ, դե տպավորություն կա, դե երևի տենց է պետք է լինի հիմի խրամատը ոնց կարա ավել կահավորված լինի։ Ուրեմն Հայաստանի սահմանների գրեթե ամբողջ երկայնքով կառուցում են ամրաշինական կառույցներ, այսինքն պաշտպանական շրջաններ, աննախադեպ։ Դրանք մոտորապես բունկերային կառույցներ են, որտեղ զինվորը առավելագույնս ապահովված վիճակում է լինում։ Ես շատ բան չեմ կարող ասել, բայց այդպիսի պայմաններ տարածաշրջանի որևէ երկրում, անգամ եվրոպական երկրներում այսօր գրեթե չես գտնի։ Այն զինվորները, ովքեր հիմա ծառայություն են իրականացնում, նրանց ծնողները բնականաբար տեղյակ են։ Տեղի բնակչությունն էլ, որ սահմանամերձ գյուղերի բնակչությունն էլ տեսնում են, ճիշտ է գաղտնի օբյեկտներ են, բայց տեսնում են եւ տեղյակ են ամբողջ Հայաստանի երկայնքով։ Ինչը Հայաստանի պաշտպանունակության մակարդակը անգամներով բարձրացնում է։ Մեկ չի խրամատ, մեկ չի բետոնյա պաշտպանված շրջան, որի մեջ զինվորը ունի բոլոր իր համար կենսապայմանների համար անհրաժեշտ հնարավորությունները։ Սա ամրաշինական կառույցների մասով։ Հիմա զենքի զինամթերքի ձեռքբերման համար։ Տեսեք, այն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունից ինչ տալիս էր եւ ասում են, 70-ականների զենք ամենալավն է, տեսանք, թե ամենալավը։ Պարոն Խաչատրյան, ներողություն խնդրում, Քոչարյանը ինքն էլ ասում, որ 60-70-80-ականների զենքերը ավելի հուսալի են։ Հիմա օրվա իշխանությունը գնում գերժամանակակից զենքեր է ձեռք բերում Ֆրանսիայից եւ Ինդիայից, իր բառերով ասած, եւ դրա գործածելու ձևը անգամ չգիտի։ Ես ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը նման արտահայտություն է արել, ուրեմն դա շատ պրոֆեսիոնալիզմից հեռու արտահայտություն է, որ 5-րդ սերնդի զենքը լավը չէ, 80-ական թվականների զենքը լավն է։ Մենք դա տեսել ենք լավի ու վատի այդ համեմատականը, տեսել ենք եւ 44-օրյա պատերազմում, եւ այսօր աշխարհում տեղի ունեցող պատերազմներում հենց Ուկրաինայում շատ պարզ լավ երևում էր եւ այստեղ եւ այնտեղ, թե որ զենքն է լավը։ Շատ լավ երևաց, որ այդ տանկերը, չգիտեմ, զրահատեխնիկաները ինչ
ինչպես են կորցրել իրենց արդիականությունը, ինչպես էին նրանք տասնյակներով ամեն օր ոչնչացվում հասարակ դրոններից կամ բանից եւ այսօր էլ այդ ուկրաինական պատերազմը որ վեր է լուծում եւ նայում ես դրոնների միջոցով մի ամբողջ ռազմաճակատ է պահվում եւ այդտեղ այդ ռազմազին տեխնիկան 80-ականների տեխնիկան շատ քիչ դերակատարում ունի այո հրետանին բան դրանք պետք են եւ այլ որը որ կա բայց մեր նպատակը նա է որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ունենան մոդեռն տեխնիկական միջոցներ, ժամանակակից տեխնիկական միջոցներ, դա կլինի 4-րդ սերունդ, դա կլինի 5-րդ սերունդ, բայց որևէ հին բան օգտագործված զինտեխնիկա Հայաստանի Հանրապետության բանակում չպետք է լինի։ Նաև Քոչարյանը ասում է, որ պատերազմը նախ հրահրեց հայկական կողմը եւ հայ ժողովուրդը մեր խոսույթով եւ նաեւ պատերազմը եղավ նրա համար որ մենք սադրեցինք նաեւ Ռուսաստանին եւ Ռուսաստանի միջնորդի աթոռը քաշեցին հիմա դուք ասում եք Ռուսաստանը զենք կամ կտար կամ չեր տա Քոչարյանը ասում է հակառակը այդ երկիրը պատրաստ էր պաշտպանել մեզ բայց մենք որոշեցինք համագործակցել իր թշնամու հետ նաեւ Ուկրաինայի օրինակն է վերում այս համատեքստում Ռուսաստանը եթե ռազմավարական շահը թելադրեր, որ պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետությանը, ու իշխանությանը ով է լիներ, ինքը դա անելու էր իր շահերից ելնելով։ Ռուսաստանի արտաքին վեկտորը բաղուց արդեն փոխված էր, եւ Ռուսաստանը դուր շահեր ուներ Ադրբեջանի հետ, դրա այդ պատճառով էլ մենք տեսանք, թե ինչ եղավ, եւ դա այսօր էլ շարունակվում է։ Այսինքն դա պայմանավորված չէր օրվա իշխանության եւ իր վարած քաղաքական։ Իհարկե ոչ, օրվա իշխանությունը այդ ժամանակ անմիջապես հանձն է առել ավելի բարձր մակարդակի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ, հենց 19-18 թվականից սկսած, եւ շատ լուրջ դիվանագիտական հարցեր են, դիվանագիտական միջոցառումներ են իրականացնել, որ եղած հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ավելի կատարելագործեն, ավելի բարձր մակարդակի վրա։ Եվ պետք չէ մոռանալ նաև 16 թվականի ապրիլյան պատերազմը, որը մեկ անգամ նախազգուշացում էր Հայաստանին, որ այս հարցը պետքա լուծվի, եւ Ռուսաստանն էլ էր ասում, որ պետքա այս հարցը այլ լուծում ստանա, որ այդ օղերը պետք է վերադարձվեն, այս մեկ, այն մեկ, դա այդ process-ը սկսել էր շատ առաջ, եւ պետք է ասեմ, որ պետք է հիշենք, որ 18 թվականին նաև Սերժ Սարգսյանի ելույթ ազգային ժողովում, որ ասեց, որ բանակցային process-ը փակուղու մեջ է գտնվում եւ ինչ է դա նշանակում, դա նշանակում է, որ արդեն մեծ հավանականություն կա, որ խոսելու են զենքի կամ հրետանին կամ զենքի լեզվով են խոսելու այլևս այդ խնդիրների լուծման մեջ։ Հենց Սերժ Սարգսյանի հայտարարությունն է եղել, որը ճիշտ է ասել, որ այո, բանակցային process-ը փակուղու մեջ։ Իսկ պատերազմի վտանգը հիմա արկղված է, որովհետև Քոչարյանը նաև ասաց, որ Ադրբեջանը կարող է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից օգտվել եւ շատ հանգիստ հարձակվել ու գրավել Սյունիքի մի մասը, Սևանի մի մասը։ Պատերազմի վտանգի այս բանը չեմ տեսնում, սակայն ես գտնում եմ, որ խաղաղության գործընթաց այլընտրանք չունի եւ ամեն ինչ պետք է անել օր առաջ խաղաղության պայմանագիրը կնքելու համար, ինչը շատ դժվար process է, շատ դժվար, հատկապես այս պայմաններում, հատկապես որ երկրի ընդդիմությունից սկսած եւ որոշ երկրներից սկսած ամեն ինչ անում են, որ դա հետաձգվի կամ չլինի, բայց մենք հաստատ հասնելու ենք դրան։ Դուք խոսում եք խաղաղությունից, խաղաղության պայմանագրից, որ պայմանագրի կետերը համաձայնեցված են, բայց Ադրբեջանը շարունակում է կրակել։ Եթե Ադրբեջանը չկրակեր, այնա խաղաղությունից չենք խոսալ, դրա անհրաժեշտություն չէր լինի, թե խաղաղության պայմանագիր կնքենք։ Ուրեմն խնդիր կա, չէ՞, ուրեմն հակամարտություն կա, որը վերջնականապես լուծված չի, եւ այդ հակամարտության վերջնականապես լուծումը դա խաղաղության պայմանագիրն է։ Հետևաբար հենց խաղաղության պայմանագրի մասին խոսալը եւ այդ ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելը պատճառը հենց նա է, որ մենք ունենք դեռևս ոչ լիակատար խաղաղություն եւ ունենք մի շարք հարաբերություններ, որոնք որ դեռևս լուծված չեն։ Այդ պատճառով էլ հենց խաղաղությունը շատ է կարևորվում։ Հիմա տեսեք եւս էլի փոփոխություններ ասեմ, ռազմական արդյունաբերության մեջ մինչև 22-21 թիվը Ռոբերտ Քոչարյանը որ ասում է շատ բան չի արվել։ Հիմա ասում եմ մինչև 21 թիվը, 20 թիվը ռազմական արդյունաբերության մեջ մեր բյուջեն եղել է այնքան, այսինքն մենք հստակ կարող եմ ասել, որ մենք ռազմական արդյունաբերություն չենք ունեցել։ Այն ժամանակ չեն էլ թողել, որ մեկը մի հատ պատրոն արտադրի, մի հատ փամփուշտ արտադրի, ինչ որ մի բան արտադրի։ Ամեն ինչը ավելի հարմար է եղել եւ ձեռնտու է եղել դրսից բերելը։
Հիմա մեր ռազմական արդյունաբերությունը գրեթե դառնում է մեր տնտեսության, գիտության եւ անվտանգության կարևոր առանցքային ճյուղերից մեկը։ Մենք ունենք լուրջ թռիչք այս ոլորտում։ Մենք ռազմական նշանակության տեխնիկական միջոցներ ունենք եւ զինատեսակներ կան, որ ամբողջությամբ արտադրվում են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այդ նախկին հատկացված բյուջեն, որ ինչ որ մանր-մունր բաներ էին առնում մեր իբր ռազմական արդյունաբերողներից կամ մեր ինժեներական այդ ձեռնարկություններից, գրեթե կրկնապատկվել է 100 պատիկով։ Դուք պատկերացնում եք 100 պատիկով։ Եվ դա հենց Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղիղ ցուցումով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մեծ աշխատանքի բանը։ Հիմա ընդդիմությունը օգտվում է այն առիթից, որ մենք այդ մասին շատ բան չենք կարող ասել, բայց ես կրկնում եմ, մի քանի տարուց մենք շատ կարճ ժամանակ հետո այս տեմպերով եթե շարունակվի, մեր ռազմաարդյունաբերությունը արդեն իրոք մեր տնտեսության եւ գիտության եւ անվտանգության առանցքային ճյուղերից մեկն է լինելու։ Այսօր էլ այդ թռիչքային ընթացքը հաստատապես առաջ է անցնում։ Եվ երկրորդը, ես պետք է ասեմ, որ 19 թվականին էլ հենց եկանք իշխանության բավականին լուրջ միջոցառումներ իրականացվեցին բանակում ռազմատեխնիկական համալրվածությունը եւ մի շարք խնդիրներ լուծելու համար։ Բազմաթիվ հարյուրավոր տեխնիկական միջոցներ ձեռք բերվեցին, տոր համակարգեր ձեռք բերվեցին հակաօդային, ճիշտ է, ընդհանրապես տևեց մի տարի պատերազմը սկսվեց եւ ասեմ ձեզ ավելին, Ադրբեջանը հենց տեսնելով, որ նման փոփոխություններ են իրականացվում եւ օրեցօր նրա մտադրությունները իրականացնելը ավելի դժվար է դառնալու, դրա համար 20 թվականին շտապեցին եւ հարձակում իրագործեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Պարոն Խաչատրյան, ամեն դեպքում չասեցիք, համաձայն եք Քոչարյանի այն դիտարկման հետ, որ պատերազմը էլի հայկական կողմն է սադրել, այսինքն հայկական կողմը իր հայտարարություններով, իր գործողություններով։ Դա շատ վատ հայտարարություն է, կրկնում եմ, այդ նույն հայտարարությունը արել է Ալիևը, այդ նույն հայտարարությունը մենք լսել ենք Ռուսաստանի Դաշնությունից եւ շատ վատ է, որ լսում ենք Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունից Ռոբերտ Քոչարյանից նախկին նախագահից, շատ վատ է դա։ Դա նշանակում է, որ Հայաստանի դեմ կա հիբրիդային պատերազմ եւ հիբրիդային պատերազմի մաս են կազմում նաեւ մեր ընդդիմադիր ներկայացուցիչները։ Դա է դա նշանակում, ուրիշ ոչ մի բան։ Ես նորից կրկնում եմ, իհարկե համաձայն չեմ։ Սերժ Սարգսյանը ինքը հայտարարություն արել երբ որ վարչապետ էր, որ բանակցային գործընթացը արդեն փակուղու մեջ է։ Իրականում դա տեսանելի եղել։ Այդ ռետին անընդհատ ձգել եկավ մի տեղ, որ պետք է կտրվեր։ Այսինքն, եթե Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարություն է անում, ապա իր պաշտոնավարման ժամանակ Հայաստանի Հանրապետության բանակը ասում ենք տարածաշրջանի հզորագույն բանակ, ասում ենք, որ մենք խնդիր չունենք, տնտեսության աճ, ռազմավարական լուրջ դաշնակից Ռուսաստանի Դաշնությունում, արտաքին հարաբերություններում ոչ մի խնդիր չենք ունեցել, մենք ենք Ռուսաստանն է մեր տարածաշրջանի լավագույն բանակն է։ Բայց լավ, այդ ժամանակ ինչի Արցախի հարցը չի լուծվել։ Մենք եղել ենք ըստ ամենայնի, որ ասում են մեր հզորության կուլմինացիոն կետում, եթե դա կուլմինացիան է եղել, բայց լավ, այդ ժամանակ այդ խնդիրը ինչի չենք լուծել, ինչի ենք թողել, որ ռետինը ձգվի, մի օր կդրվի։ Այդ խնդիրը միշտ եղել է եւ մի օր պետք է կդրվեր կամ պատերազմով, կամ դիվանագիտական դաշտում պետք է լուծվել։ Դիվանագիտական դաշտում այդ խնդիրը խի չէ լուծվել։ Եթե դիվանագիտական դաշտում չի լուծվել, հզորագույն բանակ ունենք, բախի ուժով չլուծեցին։ Եվ պարոն Խաչատրյան, քանի որ հասկանում եք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն կարծես թե ընդդիմադիր ուժերը եւ նաեւ գործիչները սկսել են իրենց քարոզարշավը, նույն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար ամենատարբեր հանդիպումներով եւ հայտարարություններով են հանդես գալիս։ Այս շրջանում ինչ սպասել եւ արդյոք ասես տեղին է կամ ճիշտ եք համարում, որ օրվա իշխանությանը թիրախավորելու եւ մեղադրանքների ճանապարհին բարբերաբար խոսվում է նաեւ անվտանգային համակարգից, բանակից եւ նաեւ Սյունիքն է բարբերաբար այսպես խոցելի ներկայացվում։ Երևի իրենք որթեգրել են հետեւյալ քաղաքականությունը, որ նպատակին հասնելու համար բոլոր միջոցները արդարացված են, անկախ նրանից, թե այդ միջոցները ինչքան կվնասեն մեր պետականությանը։ Իրականում իրենց գործելավոճը բավականին լուրջ վնասում է մեր պետականությանը, շատ լուրջ։ Տեսեք արդեն այդ հայտարարությունը, որ Հայաստանն էր մեղավոր, դա մաքրելու, ջնջելու, հակազդելու համար բավականին լուրջ ջանքեր են պետք եւ այս խոսույթը շատ երկար ժամանակ դեռ օգտագործելու են մեր թշնամիները։ Ռոբերտ Քոչարյանի այդ նշած միտքը երկար ժամանակ օգտագործելու են մեր թշնամիները եւ մենք դրա ականատեսն ենք լինելու։ Այո, ուժ գնացել են այս process-ները, հիբրիդային պատերազմ, լրատվական
բոլոր ընդդիմադիր մեծ մասը դե ընդդիմադիր են կայքերը, չգիտեմ լրատվամիջոցները գրեթե կարելի ասել հարձակումներ են գործել պաշտոնյաների ուղղությամբ, ապա տեղեկատվության զանգվածային տարածում Սյունիքն են անընդհատ շահարկում, տեսեք Սյունիքում туриզմը ամեն անգամ ցեն շահարկելուց միլիոնավոր տասնյակ միլիոնների վնաս են կրում մեր հյուրանոցները եւ ընդհանրապես Սյունիքի տնտեսությունը որևէ մեկին դա չի հետաքրքրում որևէ մեկին անընդհատ հենց տեսնում են Սյունիքում մի քիչ աշխուժացում կա Գորիսում տուրիստայերում սկսում են Սյունիքը վտանգի տակ է Ադրբեջանը գրավելու է Սյունիքը վտանգի տակ չի Սյունիքը լավ պաշտպանված է Սյունիքից ոչ մեկ ոչ մի բան չի կարող տանել նման բան չի կարող լինել բոլորս Սյունիքի կողքը կանգնած ենք, եթե պետք է լինի, մեր կյանքով ենք դա ապացուցելու, բայց դրա անհրաժեշտությունը չի լինելու, որովհետև մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը այսօր բավականին լավ է, որևէ խնդիր չի կարող լինել Սյունիքից, բացի նրանից, որ գյուղացիների կյանքը փչացնելու եւ տագնապ առաջացնելու համար օդ են կրակում կամ կրակոցներ են արձակում երբեմն տների կամ շինությունների ուղղությամբ, այո, Ադրբեջանը դա անում է։ Դրա համար մենք պետք է օր առաջ այդ խաղաղության պայմանագիրը կնքենք, որ նման դեպքերն էլ չլինի։ Շատ պարզ Ադրբեջանը ինչու է դա անում։ Հենց նույն տնտեսությանը վնասելու համար, բնակչությանը ահաբեկելու համար, որտեղ մարդիկ չապրեն, դուրս գան եւ այլ եւ այլ։ Սա շատ հասկանալի է։ Եվ ամեն ինչին նպաստում է նաև մեր ընդդիմությունը։ Ադրբեջանը, Ռուսաստանի որոշակի շրջանակներ եւ մեր ընդդիմությունը նույն ինչ որ գծի մեջ են, սենց է ստացվում։ Ամփոփելով խաղաղության պայմանագրից խոսեցիք, ասացիք, որ օր առաջ պիտի հասնենք դրա ստորագրմանը, որպեսզի կրակոցները չլինեն, Սյունիքը ավելի խաղաղ լինի եւ ընդհանուր առմամբ երկիրը Հայաստանի Հանրապետությունը Իսկ այս խաղաղության պայմանագրի ստորագրումը երաշխավորելու է, որ այդ կրակոցները չլինեն եւ մենք ավելի խաղաղ լինենք։ Այսինքն դա միայն թղթի վրա է լինելու, թե գործնական վարքը։ Իհարկե, հենց ամբողջ խնդիրը այն է, որ դա չլինի թղթի վրա։ Խաղաղության պայմանագրից բխելու են նաեւ մի շարք երաշխիքներ, թե ինչպես պետք է իրականացնել։ Օրինակ, երաշխիքներից մեկը կամ այն է, որ սահմանում հայ-ադրբեջանական սահմանում չեն լինելու զինված ուժերի ներկայացուցիչներ, լինելու են սահմանապահ ուժերը։ Սա արդեն բավականին լուրջ երաշխիք է եւ տեսեք նույնիսկ 22 թվականի սեպտեմբերի 13-14 հարձակման ժամանակ այն վայրերում Սյունիքի, որտեղ որ կանգնած են եղել երկու ստեկ սահմանապահները, այդ տեղերում միջադեպեր չեն գրանցվել, դուք պատկերացրեք։ Եվ այսօր է Կիրանցի հատվածում սահմանապահներն են կանգնած, տեսախցիկներ, շատ քիչ մարդկային ուժ է այդտեղ կիրառվում, օգտագործվում, բայց տեսախցիկների, փշալարերի միջոցով է ամբողջը հսկվում եւ միջադեպեր չեն լինում։ Միջադեպեր շատ են լինում, բայց այդ միջադեպերը շատ արագ հարթվում են երկու ստեկ սահմանապահների կողմից։ Եթե սա երկուսի սահմանում եղան զինված ուժեր, միջադեպեր միշտ է լինելու են ինչ էլ փաստաթուղթ ստորագրենք, բայց տեսեք արդեն համաձայնությունը կա, չէ՞ որ դելիմիտացիայի գործընթացը եթե սկսում ենք, ավարտում ենք, վերջ զորքը դուրս է գալիս եւ սահմանապահներն են կանգնում։ Եվ ես հուսով եմ եւ նպատակը նա է եւ դա պետք է իրականացվի, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին պետք է զինված ուժեր չլինեն եւ լինեն սահմանապահներ։ Սա արդեն ահագին անվտանգային խնդիր է լուծում։ Դե չհաշված նաեւ այլ երաշխիքներ կլինեն եւ այլ եւ այլ։